Գիտեք, որ հենց հիմա, հենց այս պահին դուք փայլում եք, ոչ թե փոխաբերական իմաստով, այլ բառացի։ Մենք սովոր ենք մտածել, որ լույս տալիս են միայն լամպերը, աստղերը կամ լուսաթիթիկները, բայց գիտնականները վաղուց ապացուցել են մի ցնցող փաստ. մարդու մարմինը ևս լույս է արձակում։ Դա կոչվում է բիոֆոտոն։ Այդ լույսը մոտ 1000 անգամ ավելի թույլ է, քան մեր աչքը կարող է այն տեսնել, բայց հատուկ գերունակ տեսախցիկները այն տեսնում են։ Մենք բառացիորեն քայլող լույսի աղբյուրներ ենք։ Բայց որտեղից է գալիս այդ լույսը։ Պարզվում է, սա բնավ կախարդանք չէ։ Մեր օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները, էներգիայի ստեղծումը, սննդի մարսումը արձակում են էներգիա լույսի տեսքով։ Հետաքրքիրն այն է, որ մենք միշտ նույն ուժգնությամբ չենք փայլում։ Ճապոնացի գիտնականները պարզել են, որ մարդը ամենապայծառը լուսարձակում է ցերեկվա ժամը 4-ին 16:00-ին, իսկ ամենաթույլը առավոտյան։ Ավելին, երբ դուք հոգնած եք, հիվանդ կամ սթրեսի մեջ, ձեր լույսը խամրում կամ դառնում է անհավասարաչափ։ Ստացվում է, մեր մարմինը լույսի ձևով ազդանշան է տալիս մեր վիճակի մասին։ Եվ ահա այստեղ գալիս է ամենազարմանալի պահը։ Հազարավոր տարիներ առաջ, երբ չկային պրոֆեսիոնալ տեսախցիկներ եւ լաբորատորիաներ, մարդիկ արդեն գիտեին սրա մասին։ Եկեք հիշենք սրբապատկերները։ Ինչու են քրիստոնեական սրբերի գլխավերևում պատկերում լուսապսակ։ Սա նկարագրություն է այն լույսի մասին, որը ճառագում է մարդուց։ Քրիստոնեության մեջ հայտնի է Քրիստոսի պայծառակերպությունը, երբ նրա դեմքը փայլեց արևի պես, իսկ հագուստը դարձավ լույսի նման սպիտակ։ Բուդդիզմում խոսում են ձիածանագույն մարմնի մասին։ Ասվում է, որ մեծ վանականները մեդիտացիայի ժամանակ այնքան են մաքրում իրենց էությունը, որ նրանց մարմնից սկսում է լույս արձակել։ Իսլամում կա նուր հասկացողություն, որը նշանակում է լույս։ Հավատացյալների դեմքերը նկարագրվում են որպես պայծառ եւ լուսավոր։ Արդյոք հին իմաստունները տեսնում էին այն, ինչը մենք այսօր հազիվ ֆիքսում ենք ժամանակակից սարքերով։ Այն, ինչ մենք անվանում ենք աուրա, միգուցե հենց այս բիոֆոտոների ամպն է։ Ստացվում է, գիտությունը հաստատեց այն, ինչը կրոնները ասում էին դարեր առաջ։ Մեր հոգեկան վիճակը եւ առողջությունը ուղիղ կապ ունի լույսի հետ։ Երբ դուք ուրախ եք, երբ սիրում եք եւ երբ խաղաղ եք, դուք բառացիորեն ավելի պայծառ եք։ Ձեր ներսում լույս կա, որը երբեք չի մարում։ Դուք լույս եք, փայլեք։